Հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, ես խոսելու եմ մեր երկրում գոյություն ունեցող ամենապրոբլեմատիկ խնդիրներից մեկի մասին, դա այո, Հայաստանի Հանրապետության տարածքների անհամաչափության խնդիրն է։ Եթե մենք փորձենք փոքր վերլուծություն անել մեր երկրում, մենք կտեսնենք, որ մեր երկրի տարածքներում մեկ շնչին հնգնող հնայով մինչև 4 անգամ տարբերություններ ունենք։ Եթե Շիրակի մարզում մեկ շնչին հնգնող հնարան կազմում է մոտավորապես 800,000 դրամի սահմաններում, Տավուշի մարզում 820,000 դրամի սահմաններում, Երևան քաղաքում այն գերազանցում է 2,600,000-ին։ Սա ցույց է տալիս, որ մեր երկրի բավականին լուրջ հատված գտնվում մի այնպիսի վիճակում, որտեղ ուրեմն ապրելու, գործելու, տնտեսությունը զարգացնելու պայմանները խիստ ճնշված են եւ հետեւաբար մեր թիվ 1 նպատակն է դարձել երկրում համաչափությունը ապահովելու։ Խնդիրը լուծելու առաջի քայլերը մենք արդեն իրականացրել ենք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունել է տարածքային զարգացման ռազմավարությունը 16-25 թվականներին, որին հաջորդել է մարզային 10 ռազմավարությունների ուրեմն պատրաստումը, որը առաջիկա մի քանի օրերում կառավարության կողմից կընդունվի, որտեղ հստակ չափորոշիչներով ֆիքսված է ինչ ենք անելու մենք մեր տարածքների համաչափությունն ապահովելու։ Ռազմավարության ընդհանուր սկզբունքներում ֆիքսված է հետևյալ կարևոր ցուցիչները։ Մինչև 25 թվականը Հայաստանի Հանրապետության տարածքներում Երևանից դուրս ապահովել մինչև 60,000 աշխատատեղ, գոյություն ունեցող ձեռնարկությունների մոտ 10%-ի թվով ավելացում երկրում գործող ձեռնարկությունների, երկրորդ ամենակարևոր հարցը 25 թվականին չունենալ երկրում տարածք, որի հնան պակաս կլինի հանրապետության միջինից 70%-ից։ Սա լուրջ ցուցիչ է եւ մենք յուրաքանչյուր տարի սրա հաշվետվողականությունը ապահովելու համար անցել ենք նոր մեթոդաբանության, Եվրոմիության օժանդակությամբ, որպեսզի կարողանանք մարզերում հաշվել տնտեսական աճ եւ հնա մեկ շնչի հաշվով։ Այդ մեթոդիկան արդեն գործում է եւ մեր համապատասխան ծառայությունները փորձում են դա կիրառել հաջորդ տարիների համար։ Ինչ է արվել այս նշված գործողությունները ընթացքի մեջ դնելու համար։ Ասեմ, որ արդեն Հայաստանի Հանրապետությունում սկսված է տարբեր միջազգային կազմակերպությունների, պետական բյուջեի եւ այլ կառույցների, համայնքային բյուջեների միջոցներով նմանատիպ ծրագրերի իրականացում։ Եվրոմիության օժանդակությամբ մենք սկսել ենք շուրջ 10 խոշոր ծրագրեր Սյունիք, Արարատ, Վայք, Նոյեմբերյան, Գեղարքունիք, Շիրակ մարզերում, որտեղ ուղղակիորեն ստեղծվելու են ձեռնարկություններ, որոնք հաջորդ տարվա ավարտին երկրում ապահովելու են մոտավորապես 2000 աշխատատեղեր։ Խոշորածավալ ծրագիր է սկսված Տավուշի մարզում, ինտեգրված աջակցություն Տավուշի 45 գյուղական համայնքների, որի արդյունքում մենք 17 թվականի ընթացքում իրականացնելու ենք շուրջ 40 ծրագրեր, այդ ծրագրերը գյուղատնտեսական վերամշակում են, սառնարանային տնտեսություն, փոքր ջերմոցներ, որը ուղղակիորեն հանձնվում է շահառուներին, եթե շահառուն որոշակի մասնաբաժնով մասնակցում է այդ ծրագրերին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ մենք լուրջ տեխնիկական օժանդակություն ենք փոխանցում ուրեմն խոշորացվող համայնքներին, հիմնականում տեխնիկայի տեսքով, լուսավորություն, աղբահանություն, արտադրական փոքր ձեռնարկությունների ստեղծում, որոնք պետք է մեծացնեն հնան եւ ապահովեն հավասարաչափության առաջին ուրեմն մակարդակը։ Բնականաբար մենք չենք ապավինում միայն, այսպես ասած, օժանդակություններին այս ծրագիր իրականացնելու, հաջորդ տարի մենք մեր պետական բյուջեում կամ պաուստային ֆոնդով շուրջ 5 միլիարդ դրամի ուղղակի նպատակաուղղված մրցակցային դրամաշնորհներ ենք տրամադրում այն համայնքներին, որոնք կներկայացնեն լավագույն ծրագրեր։ Այն, ինչ մենք նախկինում ունեցել ենք բյուջետային միջոցների
ոչ կոնսոլիդացիոն ուղում դեպի հավասարաչափությունը ապահովելու, սա վերանալու է։ Առաջիկայում ստեղծվում է Հանրապետությունում տարածքների համաչափ զարգացման ազգային ռազմավարության իրականացման ազգային խորհուրդ վարչապետի գլխավորությամբ, որտեղ բոլոր նախարարությունները այս կամ այն տարածքում իրենց իրականացվելիք ծրագրերը պետք է համաձայնացնեն այդ խորհրդում, որպեսզի այն ընդհանուր կոնտեքստի մեջ ապահովի ուրեմն զարգացում, տարածքը դարձնի գրավիչ եւ տարածքում բիզնեսը կարողանա գնալ խուսափելով ճնշումներից։ Ավելացված արժեք պետք է ապահովի, եկամուտ պետք է մեծանա։ Սա հստակ ցուցիչներով, հստակ չափորոշիչներով ծրագիր է, որը հայտնի է եւ յուրաքանչյուր տարվա վերջում մենք այս նշված ուղղություններով պետք է կարողանանք կառավարությունում, ազգային ժողովում եւ կարծում եմ ժողովրդին հաշվետու լինել։ Կարևոր խնդիր ունենք մենք Հայաստանի Հանրապետությունում գործող դեպրեսիոն տարածքների հետ, տարածքներ, որոնք նախկին սովետական ժամանակաշրջանից եկել են, չունեն իրենց հողային տարածքները, կորցրել են իրենց արտադրական կարողությունները, դրանց թիվը բավականին մեծ է, շուրջ 50-ի է հասնում, եւ այս բնակավայրերի համար մենք մշակում ենք առանձնահատուկ ծրագիր։ Դա օրինակ Պենզաշեն համայնքն է կամ Վահագնաձոր կայարանն է, որ այսօր կորցրել է իր նախկին ֆունկցիոնալ նշանակությունը եւ պետության կողմից պետք է ունենա հստակ նպատակային ծրագիր։ Մեր ռազմավարության կարևոր թիրախներից մեկը բազմաբևեռ, բազմապոլար, ուրեմն երկիր ունենալու խնդիրն է։ Գիտեք, այսօր այո, իրական է, որ մենք ամեն ինչ կենտրոնացրել ենք Երևանում, պարզ մեկ ուրեմն թվային տվյալ եմ ես հրապարակում, երկրում գանձվող ամբողջ եկամտահարկի 280 միլիարդից 240-ը գանձվում է հիմնականում Երևանում։ Սա ինչ է ցույց տալիս, որ մենք լուրջ անհավասարաչափություն ունենք։ Սա մեղմացնելու, բևեռներ ունենալու տարածքներում մենք ունենք բևեռային քաղաքների ծրագիր, որը այս տարի սկսվում է։ Առաջինը Վայքից, հաջորդը Գյումրի, Վանաձոր, Սևան, Ստեփանավան եւ այլ քաղաքներ, որի համար պետությունը նախատեսում է շուրջ 51 միլիոն առաջի փուլով ներդրումներ, որը պետք է տվյալ տարածքի համար դառնա փոքր մեգապոլիս, որտեղ պետք է տարածքի բնակչությունը կարողանա իր ուրեմն խնդիրները լուծի, իր ապրանքը սպառի, իր կրթությունը ստանա եւ այլ եւ այլն։ Գիտեք, անհամաչափության այս խորացումը բնականաբար հարց է տալիս, որտեղից եք դուք սկսելու եւ ինչպես եք այն իրականացնելու։ Տեղեկացնեմ ձեզ, որ մենք ունենք հստակ չափորոշիչներ։ Դա տարածքի հնանը, տնտեսական ակտիվությունը, ենթակառուցվածքների բնույթը, միգրացիա, մեգապոլիսից ունեցած հեռավորությունը, տվյալ տարածքի հնայի եւ մեգապոլիսի հնայի հարաբերակցությունը եւ այլ եւ այլն։ Այս սխեմայում մենք ընտրելու ենք Ամասյանը լինելու առաջին ներդրումային բլոկը, թե լինելու է Սյունիքի մարզի Սիսիան տարածաշրջանը։ Տարածքային խնդիրներից բացի մենք երկրում ունենք բազմապիսի խնդիրներ համայնքային ծառայությունում, համայնքների կողմից մատուցված ծառայությունների որակի եւ այլ խնդիրներում։ Վերջին 4 ամիսներին մենք մանրամասը փորձել ենք մոդելավորել, թե ինչպես են մեր համայնքներն իրականացնում շուրջ 140 միլիարդ դրամի համայնքային ծառայություններ։ Մենք տեսել ենք, որ թողնելով այն լավագույն գաղափարին, որ տեղական ինքնակառավարումը կկարգավարի իր խնդիրները եւ իր բնակչի համար լավագույն ծառայություններ կմատուցի, իրականության մեջ այդպես էլ չի։ Մենք այսօր ստեղծել ենք բազմաթիվ նորմաներ, որոնք կարծում եմ խորհրդատվության տեսքով կարող են օգտակար լինել համայնքներին եւ չի ստացվի այնպես, որ մի համայնքում մեկ շնչին ընկնող աղբանության գումարը կկազմի 4000 դրամ, իսկ մեկ ուրիշում 1200 դրամ։ Չի ստացվի, որ 8000 բնակչություն ունեցող փոքր Ախուրյանում մենք ունենանք 3 մանկապարտեզ, Աստված տա 4-ն ունենանք, 5-ն ունենանք, 3 տնօրենով, 3 հուակով, 3 հաշվապահով եւ այլն։ Եթե մենք ամենափոքր գործողությունն ենք իրականացնում հուակների մինչև 300 սանով միացվելու տեսակետից, մենք կարողանում ենք համայնքային բյուջետներում տնտեսել մինչև 1 միլիարդ դրամ։ Հայաստանի Հանրապետության դպրոցների 1100 դպրոցների փոքր ուսումնասիրություն ենք իրականացրել եւ մենք ինչ ենք ունեցել։ Ունեցել ենք մի պատկեր, որ
մեկ աշակերտի վրա դպրոցներ ունենք, որտեղ մենք ծախսում ենք մինչև 5.5 միլիոն դրամ։ Դա Հարվարդի արժեքը, շնորհակալություն։ Ներողություն, պարոն Լոկյան, շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար ձայնը տրվում է ելխմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին։ Խնդրեմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ, ես շնորհավորեցի պարոն վարչապետին երկրորդ անգամ կառավարության ծրագիր ներկայացնելու հնարավորություն ունենալու համար ուզեցա նաև հիշեցնել իմ ներկայությամբ, որ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել և հանրապետականը տես բնավորություն ունի, ես եղբայրական կամ բարեկամական հորդոր։ Ասեմ, որ հարց առաջացավ, թե ում ծրագիրն է սա։ Հնչեց տեսակետ, որ սա միանշանակ քաղաքական մեծամասնության ծրագիրն է, հանրապետական կուսակցության, հայ հեղափոխական դաշնակցության։ Գուցե ես ճիշտ չեմ, բայց ես համարում եմ, որ սա Հայաստանի Հանրապետության վարչապետի ծրագիրն է, մասնավորապես Կարեն Կարապետյանի ծրագիրը, դրա համար ինքն է այս ծրագիրը պատրաստել, ինքն է պատասխանում հարցերին, ինքն է ելույթներ ունենում և վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 90%-ից ավելին ինպես սխալվում է, մտածելով, որ սա վարչապետի ծրագիր է։ Հարգելով ծրագիրը գրող անձանց ուշի ուշով կարմիր մատիտով ուսումնասիրել եմ այս ծրագիրը ու վերջում ես ինքս ինձ հարց եմ տվել, իմաստը որն է։ Ես շատ ուզում էի հասկանալ, մենք այսօրվա մեր այս իրավիճակից, նկատի ունեմ աշխարհաքաղաքական, տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական այս վիճակներից հետևություններ արել ենք։ Մենք ինքներս մեզ խոստովանում ենք, թե այսօրվա իրավիճակի թերություններն ու բացթողումները որտեղ են, կարողանում ենք այդ բարձրաձայնել, որ դրանից հետո առաջ շարժվենք։ Ասեմ, որ ցավոք, շատ ցավում եմ, բայց ծրագրում ոչ միայն դա չտեսա, ես տեսա դրա լրիվ հակառակը։ Ու շատ բնական է, որ դա այդպես էլ պիտի լիներ։ Ինչու՞։ Որովհետև այս երկրի առաջին նախագահը չգիտես ինչու ստորագրում է բազային պայմանագիր, որը հետո 25 տարով երկարաձգվում է, որում ոչ թե բոլոր նորմալ երկիրների նման մեզ են վճարում այդ բազայի համար, դեռ մի բան էլ մենք ենք վճարում։ Այս երկրի երկրորդ նախագահը փաստաթուղթ է ստորագրում գույք պարտքի դիմաց եւ այդ փաստաթղթից կատարվում է միայն գուրքի հանձնումը, մնացած պարտավորությունները, որ մեր հանդեպ կան, համարյա թե չեն կատարվում։ Այս երկրի երրորդ նախագահը մտնում է Եվրասիական միություն, որի հետ ոչ ընդհանուր սահման ունենք, որում գտնվող պետությունների հետ նաև ընդհանուր շահեր չունենք։ Այդ ներքին կարգով հիմնավորելով, որ գիտեք ինչ, անվտանգության խնդիր ունենք։ Ու նույն այդ մեր ռազմավարական գործընկերը, մեր Եվրասիական միություն մտնելուց հետո շարունակում է զենքի վաճառքը մեր հակառակորդ երկրին, որ 2015 թվականին նույն այս դահլիճում նստած շատ-շատերի համաձայնությամբ մենք Ռուսաստանի Գազպրոմի հետ փաստաթուղթ ենք ստորագրում, որ մինչև 2043 թիվը մենք որևէ գազային պայմանագիր չենք ստորագրի, որը կհակասի Գազպրոմի շահերին, որ այդ նույն մեր ռազմավարական դաշնակից գործընկերոջ երկրի նախագահը իր երկրի անվտանգության հայեցակարգն է ստորագրում, որտեղ սևի սպիտակի վրա գրված է, որ կանաչ տեխնոլոգիաները վտանգում են ռուսական պետության անվտանգությունը, մասնավորապես գազի ու նավթի վաճառքին։ Հետևաբար մենք ինչ ենք սպասում, որ այս փաստաթղթում պիտի խոսք լինի Իրան-Հայաստան գազատարի մասին, այդ գազանտարը տարանցիկ լինելու մասին, նավթամուղների մասին, ճանապարհների մասին, Իրան-Հայաստան երկաթգծի մասին, Արաքսի վրա կառուցվող հեկի մասին,
Նոր ատոմակայան կառուցելու մասին, որը իմիջայլոց գործող նախագահի եւ ձեր նախագահի խոստումներ։ Էլ չեմ խոսում վերականգնող էներգետիկայի մասին։ Ինչպես կարող է այդ մասին խոսք լինել։ Ակնհայտ է, չէ, որ Միացյալ Նահանգների դեսպանի միջոցով այդ հաղորդվեց մեզ, այդ 8 միլիարդը ոչ միայն կդիվերսիֆիկացներ Հայաստանի էներգետիկ համակարգը, այլ Միտքը վերջացրեք, վերջացրեցի, շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, դուք 5 րոպեից ավելի ժամանակ ունեք, ընդմիջումից հետո կշարունակեք։ Բայ ինչի զանգ տվեցիք։ 5 չէ, ընդմիջումից հետո։ Բայց միտքը վերջացրեք, միտքը վերջացրեք։ Չէ, հնովա։ Միտքը վերջացրեք, պարոն Սարգսյան, կներեք, միտքը վերջացրեք։ Գիտեք ինչ, գուցե այս բաները, ինչ որ ես ասում եմ, ինչ որտեղ ծայրահեղացված է։ Ես հասկանում եմ, որ շատ շատերից այդ սրտով չի, բայց հավատացնում եմ ձեզ, որ վաղուց ժամանակն է այս ուղղությամբ մտածելու։ Վաղուց ժամանակն է այս ուղղությամբ հետևություններ անելու։ Հավատացեք, որ դա մեզ օգուտ է բերելու։ Հավատացեք, որ այս ամենը ասվում է ոչ թե հակադրվելու, այլ օգուտ տալու նպատակով։ Ես անկեղծ ասած պարոն փոխնախագահ Շարմազանովի ելույթից հասկացա, որը հակադարձեց իմ կարծիքով, կներեք, եթե սխալվում եմ, գործող վարչապետի այն խոստմանը, որ ինքը բարեխոսողներից չի, հակադարձեց, որ չէ, որոշողը մենք ենք, եւ եկա այն հետեւության, որ կառավարության այս ծրագիրն էլ 7 ամսվա ընդամենը ճակատագիր ունի։ Ընդամենը 7 ամսվա ճակատագիր եւ մոտավորապես այդ վերաբերմունքն էլ ունեմ այս ծրագրին։ Կներեք, շնորհակալություն։ Ընդմիջում 30 րոպե։